Սա վերաբերում է եւ ընտրություններին, եւ մարդկանց։ Շատ պաշտոնյաներ կուլիսներում դժգոհել են, որ իրենք ինչպես կարող են կատարել կնոջ հանձնարարությունը։ Շիրակի մարզում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ կին ես մի քիչ դժվարանում եմ հիշել։ Այստեղ գենդերային հավասարության առումով տուժում են տղամարդիկ։ Արդյոք մենք կարող ենք փաստել իրականում, որ այս աճը տարիների ընթացքում բերել է դրական դինամիկայի։ Այսինքն ինքը աշխատում է աշխատավայրում, աշխատում է նաև տանը։ Շատ արագ, շատ երկրաչափական պրոգրեսիայով է թիվն ավելացել։ Որոշում կայացնող մարմիններում, երբ որ մենք ունենք տարբեր թիրախային խմբերի կարծիքներ։ Եթե մասնակցում է քաղաքացին, դա խոսում է այն մասին, որ ինքը հավատում է ժողովրդավարությանը։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Ես Լիլիթ Մակարյանն եմ։ Այսօր խոսելու ենք ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների, մասնակցայնության եւ ընտրական գործընթացների մասին թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արաքս Կիրակոսյանի հետ։ Ողջույն Տիկին Կիրակոսյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Տիկին Կիրակոսյան, մենք խոսենք նախ եւ առաջ մասնակցայնության մասին։ Երբ որ մենք խոսում ենք մասնակցայնության բարձր ցուցանիշների մասին, սովորաբար դա այսպես ավտոմատ խրախուսելու գործընթացի մասին է, բայց եթե մենք փորձենք ավելի խորքային նայել հարցին, պիտի ընդունենք այն հանգամանքը, որ յուրաքանչյուր արդյունավետ ընտրական գործընթացի որպես ամենաամուր հիմք մասնակցայնությունն է։ Ինչքան շատ հնարավորություն ունենք ընտրելու, այնքան հավանականությունը մեծ է ավելի ճիշտ որոշում կայացնելու համար։ Սա վերաբերում է եւ ընտրություններին, եւ մարդկանց։ Խոսենք մի փոքր այս մասին։ Ինչ է ձեզ համար մասնակցայնությունը եւ ինչու է այն կարեւոր տարբեր գործընթացներում, հատկապես շեշտադրումը կատարելով ընտրությունների վրա։ Ընդհանրապես ասում եմ, որ երկրի ժողովրդավարության ցուցանիշների, ժողովրդավարության մակարդակի մասին գնահատականը նաև ընտրությունների մասնակցության ցուցանիշներն են խոսում։ Այստեղ դրա համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հետաքրքրված լինեն եւ վստահ լինեն, որ իրենց ընտրությունը կարևոր է, իրենց յուրաքանչյուրի ձայնն է կարևոր։ Այստեղ դրա համար է կարևոր, որ մեր յուրաքանչյուր քաղաքացին գիտենա իր ձայնն է որոշողը։ Այսինքն, եթե մասնակցում է քաղաքացին, դա խոսում է այն մասին, որ ինքը հավատում է ժողովրդավարությանը, ինքը հավատում է, որ իր ձայնով ինչ-որ բան կարող է փոխել։ Հենց դրա համար է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով վերջին մի քանի օրերին հատկապես հատուկ արշավ է սկսել մասնակցությունը խրախուսելու առումով, նշելով, որ յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է եւ քվեարկությունը գաղտնի է։ Ինչպես գիտենք, մեր սահմանադրությունն ասում է. քվեարկելու իրավունքն ու պարտականությունը քաղաքացունն է, իսկ քվեարկությունը գաղտնի է։ Ասում են, չէ, մեր քվեարկության ընտրության գործընթացները իրենք հրապարակային են ու թափանցիկ են, սակայն քվեարկությունը գաղտնի է, որը պարտականություն է յուրաքանչյուր ընտրողի համար։ Այնպես որ կարծում եմ, այս յուրաքանչյուր քաղաքացու իրավագիտակցությունից է գալիս, այնպես որ հորդորում եմ բոլորին մասնակցել քվեարկությանը, ընտրել իրենց խղճի մտոք։ Շատ լավ, Տիկին Կիրակոսյան, նշեցիք բարձր իրավագիտակցության մասին, ենթադրում եմ, որ կարող ենք որոշակի զուգահեռներ անցկացնել նաև ընտրական մարմիններում քաղաքացիների ներգրավելու ցանկության հետ կապված, ինչպիսի վիճակագրություն կա, արդյոք աճել է հետաքրքրությունը հենց ընտրական գործընթացների ժամանակ ներկա գտնվելու ընտրական մարմիններում, միգուցե վերահսկելու այդ process-ը, միգուցե ունենալու իրենց ներդրումը այդ ընտրական գործընթացները առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։ Պաշտոնական վիճակագրության մասով թերևս ես չխոսեմ, որովհետև ինձ մոտ պաշտոնական ինչ-որ վիճակագրություն թվային տվյալներ չկան, սակայն իմ դիտարկումները կփորձեմ ներկայացնել։ Ասեմ ձեզ, որ դուք խոսեցիք մի քանի շերտերի մասին։ Ընտրական գործընթացներում ներգրավվածությունը նախ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, տեղամասային ընտրական հանձնաժողովներ, այս երաստիճան համակարգում ընդգրկվածության մասին է խոսքը, բավական բարձրացել է ցանկացողների թիվը։ Եվ հաջորդ շերտը ընդգրկվածության մասով այն բոլոր մարդիկ են, այն բոլոր անձինք, ովքեր մասնակցելու ներկա գտնվելու իրավունք ունեն ընտրություններին։ Այստեղ ոչ միայն քվեարկողներն են, այլև այն մարդիկ, այն կատեգորիաներն, ովքեր քվեարկության օրը, քվեարկությունից առաջ եւ քվեարկության արդյունքների ամփոփմանը կարող են ներկա գտնվել ընտրատարածքներում կամ տեղամասային ընտրական հանձնաժողովներում։ Խոսքը դիտորդների, վստահված անձանց, այցելուների, մի խոսքով
այդ մասին է խոսքը եւ ասեմ բոլոր առումներով ներգրավվածության աճ ենք նկատում բոլորս ինչ վերաբերում է ընտրական մարմիններում ասեմ որ վերջին շրջանում ես ինքս որպես դասընթացավար եղել եմ ընդգրկված եմ եղել որակավորման վկայականների դասընթացներում եւ ձեզ վստահեցնում եմ կոնկրետ Շիրակի մարզում բազմաթիվ դիմումներ ունեինք մարդիկ ովքեր ցանկանում էին հանձնել քննություն պատրաստվել եւ ունենալ որակավորման վկայական եւ ընդգրկվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում եւ նույն այդ հանձնաժողովներում ընդգրկվելու ցանկություն մենք նաեւ նկատեցինք աճ վերջին 1-2 օրվա ընթացքում որովհետեւ մենք արդեն ձևավորում ենք տեղամասային ընտրական հանձնաժողովներ եւ բազմաթիվ մարդիկ ցանկանում են դառնալ անդամներ այսինքն դուք ճիշտ եք նկատում ընդհանուր ընդգրկվածության առումով աճ նկատվում է ցանկություն ունեցողների թիվը ու դա ասեմ եթե նախկինում ավելի շատ տղամարդիկ էին միայն այդ հարցերում ներգրավված կամ կանայք շատ ավելի քիչ էին հիմա կանանց ընդգրկվածության հստակ աճ է նկատվում ես հստակ ինձ համար կոնե ակնադիտական առումով յուրաքանչյուր լսարանում որտեղ 20-ից 24 հոգի էին մասնակցելու վերապատրաստմանը որպեսզի քննություն տային նրանց 70%-ը եթե ոչ ավելի շատ կանայք էին քան տղամարդիկ ու քանի որ դուք արդեն իմ հաջորդիվ նախատեսված հարցին մի փոքր արդեն անդրադարձաք զուտ սերային բաշխման տեսանկյունից ինձ նաև հետաքրքիր է հարցին մոտենալ մի փոքր այլ տեսանկյունից եթե ես չեմ սխալվում Շիրակի մարզում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ կին ես մի քիչ դժվարանում եմ հիշել բացի ձեզանից սա շատ հետաքրքիր նաև դրական գնահատենք դրական այս քայլը որովհետև մեզ համար այո շատ ողջունելի տենդենց է եւ ուզում եմ ուղղակի մի փոքր անդրադառնանք թե արդյոք կա ինչ-որ մի սկզբունք ես հասկանում եմ որ նշանակման այսինքն հանձնաժողովների ձևավորման process-ը գործընթացը մի փոքր այլ ձևաչափ է իրենից ենթադրում բայց երբևէ կա ինչ-որ մի մոտեցում հաշվի առնելու որ եթե ենթադրենք ինչ-որ մի տեղամասում բավականին մեծ թվով տղամարդիկ են գերիշխում կամ կանայք ինչ-որ կերպ այդ ներդաշնակությունը պահել բնականաբար կա ներդաշնակություն ասված է այդ հավասարությունը կոկենդերային կանանց պահելու անհրաժեշտություն կա եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հստակ այդ խնդիրն իր առաջ դրել է եւ վերջին տարիներին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվածության առումով կանանց թիվն ավելացել է հստակ ավելացել է հանրապետությունն ունի 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ բնականաբար նախագահների թիվը շատ ավելի շատ տղամարդիկ են կանանց թիվն ավելի քիչ է բայց նույն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների մեջ բավական շատ են կանայք այսինքն այստեղ կոնկրետ դրական դինամիկա նկատվում է առավել շատ ընդգրկվածություն կանայք ունեն տեղամասային ընտրական հանձնաժողովներում այնպես որ այս վերջին ցուցանիշները այդ մասին են խոսում եթե հետաքրքրում է կարող եմ ուղղակի ձեզ ասել որ թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նախագահների թիվը կին նախագահների թիվը շատ ավելի շատ էր 40 կին նախագահ ունենք մեր տեղամասերի թիվը 63-ն է նրանցից 40-ը նախագահների թիվը 40-ը կանայք են 23-ը տղամարդիկ շատ ավելի շատ քարտուղարների թիվն է կանանց թիվը 51 կին 63-ից 51-ը քարտուղարները կին են եւ 12-ը տղամարդիկ այսինքն կանանց ընդգրկվածությունը շատ ավելի մեծ է այստեղ գենդերային հավասարության առումով դժում են տղամարդիկ ոչ կանայք այնպես որ իսկ եթե մենք փորձենք մի փոքր հետ գնանք որոշակի էլի վիճակագրության գնալու առումով եմ ասում եւ փորձենք հասկանանք համեմատություն տանենք արդյոք մենք կարող ենք փաստել իրականում որ այս աճը տարիների ընթացքում բերել է դրական դինամիկայի եւ իրոք այս ներգրավվածության տեսանկյունից մենք փաստորեն ունենք բավականին լավ դիրքեր գոնե առնվազն մեր մարզի մակարդակով խոսենք ես ձեզ բերեք մարզի մակարդակով խոսենք որովհետեւ հանրապետության տվյալները հստակորեն չեմ տիրապետում բայց ամեն դեպքում կարծում եմ որ այդ դինամիկան ողջ հանրապետությունում է շատ հստակ շատ արագ շատ երկրաչափական պրոգրեսիայով է թիվն ավելացել կանանց ընդգրկվածությունը ընտրական մարմիններում շատ ավելի մեծացել է հետաքրքրվածությունը եւս եւ քննությունների ընթացքում շատ ավելի շատ կանայք էին դրական միավոր ստանում քննություններից քան տղամարդիկ իհարկե տղամարդկանց մեջ այստեղ խնդիրը ինչ որ սերի նսեմացնելու մասին չի խոսքը ասեմ ձեզ հստակ կանանց ընդգրկվածությունը ընտրական մարմիններում դինամիկան հստակ դրական է
Ես ունեմ նաև որոշակի տվյալներ այն մասին, որ դիտորդական խոսքը տեղական դիտորդների մասին է, դիտորդական առաքելություն իրականացնող տարբեր կազմակերպություններում բավականին մեծ ներգրավվածություն են երիտասարդները։ Եվ սա եւս դրական ցուցանիշ է, եթե մենք հաշվի առնենք, որ կոնկրետ երիտասարդների տեսանկյունից եւս բավականին հետաքրքրություն կա մյուս տեսանկյունից մոտենալ ընտրական գործընթացներին։ Տարիքային առումով որոշակի մենք կարողանանք որոշակի թվեր առանձնացնել, թե կամ գոնե առնվազն տոկոսներ, ինչպիսի հետաքրքրվածություն կա տարիքային մասով։ Թվեր չեմ ուզի նշել, որովհետև ինքս չեմ արել նման վիճակագրություն, սակայն հստակ մի բան է, որ ընտրական մարմիններում դիտորդական մարմիններում տարբերություն կա, ընտրական մարմիններում ավելի շատ հետաքրքրվածությունը միջին տարիքի, այսինքն 30-ից բարձր անձանց մինչև 50 հետաքրքրվածությունն ավելի շատ է, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններում ընդգրկված ներկայացուցիչները շատ ավելի երիտասարդ են այս վերջին տարիներին, դուք շատ ճիշտ եք նկատել, այո, երիտասարդները թերևս սա հասարակական կազմակերպություններում ընդգրկված լինելու հանգամանքով է պայմանավորված, որովհետև երիտասարդները հասարակական կազմակերպություններում ակտիվ երիտասարդներն ավելի շատ ընդգրկված են եւ իրենք հիմնականում տեղական դիտորդական կազմակերպություններում երիտասարդների ընդգրկվածությունը շատ ավելի շատ է։ Ասեմ ձեզ, վերջին քննությունների ընթացքում ընտրական մարմիններում շատ էին նաև երիտասարդներ, ովքեր ցանկանում էին որակավորման վկայական ունենալ։ Շատ բարի, մենք աստիճանաբար փորձենք գնալ դեպի թվային տվյալներից ավելի շատ որակական տվյալներ եւ դեպի ազդեցություն։ Ինչ է իրենից ներկայացնում այն երևույթը, երբ որ տարբեր թիրախային խմբեր, որոնք այս կամ այն չափորոշիչներով մենք առանձնացնում ենք, իրականում այստեղ ուզում եմ նաեւ մեր հեռուստադիտողների համար ընդգծենք, որ որևէ մի այլ կողմին նսեմացնելու կամ ավելի բացասական երանգ տալու խնդիրը չի այստեղ, ուղղակի որոշակի թիրախային խմբեր սովորաբար առանձնացում են այնպիսին, ինչպիսիք օրինակ ազգային փոքրամասնություններն են, կանայք են, ենթադրենք երիտասարդներն են, ու այս մասով ինչքանով է ազդում բոլոր հնարավոր ու ինչքան, այսպես ասենք, շատ կողմերի ներգրավվածությունը, մասնակցայնությունը գործընթացների վրա։ Յուրաքանչյուրը ինչպես կարող է ազդեցություն ունենալ, օրինակի համար ընտրական գործընթացներում, քաղաքական գործընթացներում, որոշում կայացնող մարմիններում, երբ որ մենք ունենք տարբեր թիրախային խմբերի կարծիքներ, դա ինչ ազդեցություն կունենա հետագայում արդեն համակարգի տեսանկյունից։ Նայեք, եթե մենք խոսում ենք երիտասարդների ընդգրկվածության բարձրացման մասին, սա արդեն դրական դինամիկայի մասին է խոսում, հետագայում նրանց որոշումների կայացման մեջ ընդգրկված լինելու, տարբեր թիրախային խմբերում եւ աշխատանքներում ընդգրկված լինելու, նրանց կարծիքը կարեւորելու առումով, այնպես որ այս առումով իրապես կա շարժ, որովհետեւ եթե երիտասարդը հետաքրքրվում է, երիտասարդների հետաքրքրությունների տիրույթը շատ ավելի ընդարձակ է եւ բնականաբար իրենք կկարողանան նաեւ դառնալ հետաքրքրված երիտասարդ, ակտիվ երիտասարդ, այսօրվա ակտիվ երիտասարդը վաղվա որոշում կայացնող անհատն է, ով կարող է տարբեր պատասխանատու պաշտոններում լինել։ Ինչ վերաբերում է ինչքանով տարբեր խմբերի առումով կա ընդգրկվածություն, մասնակցայնություն, ուղղակի պետք է ասեմ, որ ընտրական բուն գործընթացների մասնակցության առումով, եթե ես խոսեմ, շատ կարևոր որոշում եւ վերջին տարիներին հստակ աշխատանք իրականացվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանափակ կարողություններով քաղաքացիների քվեարկության մասնակցության առումով, նույն տեղամասային կենտրոնների հարմարվածությունը ապահովելու, մատչելի դարձնելու առումով մենք անգամ քվեարկությունից 1-2 ամիս առաջ բոլոր տեղամասային կենտրոնները ոչ միայն դիտարկել ենք ուղղակի իրենց ընտրական գործընթացներին հարմարավետ լինելու առումով, այլև սահմանափակ կարողություններով յուրաքանչյուր ընտրողի համար մատչելի տեղամասերի առանձնացման, այդ տեղամասերի ցանկերը հրապարակելու առումով կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանձին հրապարակում է բոլոր այդ տեղամասերը եւ տալիս ընտրական օրենսգրքով սահմանված հնարավորություն, որպեսզի իրենց հաշվառման վայրից իրենք դուրս գան եւ գրանցվեն այն մատչելի տեղամասում, որտեղ կկարողանան մասնակցել քվեարկությանը։ Ես ուզում եմ մի փոքր այս ամբողջից տեղափոխվենք դեպի որոշում կայացնողների դաշտ, քանի որ որոշակիորեն ծանոթ լինելով նաեւ ձեր կենսագրությանը, դուք բավականին հետաքրքիր ճանապարհ եք անցել եւ բավականին որոշում կայացնող տարբեր մարմիններում ներկայացվածություն եք ունեցել։ Այս տեսանկյունից ուզում եմ դիտարկենք բառացիորեն ինչ է նշանակում լինել կին, լինել բավականին պատասխանատու աշխատանքի եւ
որն են այն բոլոր մարտահրավերները, որոնք կարող եք նշել, երբ դուք որպես կին բախվել եք միգուցե կարողացել եք հաղթահարել հաջողության կամ անհաջողության մասին, որոնք են այն մարտահրավերները, որոնք այսօր որոշում կայացնող մարմիններում կանայք բախվում են։ Կանանց համար, ինձ համար որպես կին, ով անցել է ինչ-որ ճանապարհ, աշխատել, աշխատանքի ունեցել եւ միասին դրա հետ ընտանիք, երեխաներ, ասեմ, ընտանիքը եւ առավելությունների եւ դժվարությունների մեջ է կնոջ համար, որովհետեւ եթե ունես ընտանիք, ունես հենարան, եթե ունես ընտանիք, ունես պատասխանատվություն։ Ինքը երկու տարբեր բևեռների մասին է խոսում։ Այդ ձեր ասած տղամարդկանց եւ կանանց տարբերությունը որոշումների կայացման առումով դու որպես կին միշտ խնդիր ունես ընտանիքում լինելու ավելի շատ, քան տղամարդը կարող է։ Եվ այստեղ որոշակի խնդիրների կինը իսկապես բախվում է ընտանիքի խնդիրները, հոգսերը որպես կին լուծելու առումով։ Սակայն եթե կինը ակտիվ է, եթե կինը որոշում կայացնող է, կինը լիդեր է, կինը կարող է իր աշխատանքում լինել պրոֆեսիոնալ, այդ բարդությունների հաղթահարումը կարծում եմ հնարավոր է իրականացնել, բայց ամեն դեպքում կինը շատ ավելի այստեղ խոցելի է, քան տղամարդը, որովհետև կինը որոշում կայացնելուց, աշխատելուց, ավարտելուց հետո տանը կին է, ով կպետք է երեխայի հոգսը, ընտանիքի խնդիրները, տան ինչ որ աշխատանք կատարի, այսինքն ինքը աշխատում է աշխատավայրում, աշխատում է նաև տանը։ Ուրեմն այստեղ կնոջ խնդիրը շատ ավելի բարդ է, քան տղամարդկանց համար այդպես։ Հատկապես հայ կանանց համար ամեն դեպքում։ Ամեն դեպքում, եթե մենք փորձենք համեմատություններ տանել, որքանով են փոխվել պայմանները եւ որքանով կարող ենք արձանագրել, որ գոնե առնվազն կանանց դերակատարումը որոշակի որոշում կայացնող մարմիններում ներկայացված լինելու տեսանկյունից որոշակի տեղաշարժ անցել է, առաջ է գնացել, բայց բնականաբար մենք սովորաբար խոսում ենք այն տեսանկյունից, որ դա բավարար չափի տեղաշարժի մասին չէ։ Ամեն դեպքում կարծում եք սա համակարգային խնդիր է, կարծում եք սա ուղղակի մեր մտածելակերպի ինչ որ որոշակի ազգային մոտեցումների խնդիր է, թե պարզապես սոցիալական խնդիր միգուցե։ Ձեր ասած երեքն էլ կա, եւ սոցիալական, եւ համակարգային, եւ մենթալիտետի այդ բոլոր խնդիրները մեզ մոտ կա, բայց մենք մի կարևոր հարթակ անցել ենք այն մտածողությունը, որ մի 2 տասնամյակ առաջ տղամարդկանց մեջ կար, որ կինը պետք է ինձ ասի, հիմա այդպես չի, կինը եթե պրոֆեսիոնալ է, եթե որոշում կայացնող է, եթե ինքը ինչ-որ պաշտոնի է, կնոջ որոշումը չէ, կոնկրետ կադրի եւ տվյալ ոլորտի պատասխանատուի որոշումն է։ Նախկինում ես շատ հիշում եմ, որ ես բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել ինքս ինձ համար կոնկրետ, որ շատ պաշտոնյաներ ներկայացրել են կամ գոնե առնվազն կուլիսներում դժգոհել են, որ իրենք ինչպես կարող են կատարել կնոջ հանձնարարությունը։ Այդ մտայնությունը հիմա հաղթահարված փուլ է Հայաստանի համար, առավել եւս վերջին մի քանի տարիներին, երբ ամենապատասխանատու պաշտոններում մենք նկատում ենք կանանց ամենալուրջ ուժային կառույցներում, ընտրական մարմիններում, տարբեր հաստատություններում, նախարարություններում, տարբեր տեղեր, որտեղ մենք մտածում ենք, որ միայն պետք է տղամարդիկ լինեն։ Մենք էլ ինքներս մեզ համար, մենք ինքներս կանայք մտածում ենք, ոնց կարող էր, ասենք, արդարադատության նախարար լինել կին։ Հիմա մենք դրա հետ ոչ միայն հաշտ ենք, այլև ընդունում ենք, գնահատում ենք նույն կերպ ներքին գործերի նախարար եւ այդպես տարբեր ուժային կառույցներ ու տարբեր պաշտոններ, որոնց մասին մենք ինքներս կանայք էլ մտածել ենք, որ ոնց կարող են լինել։ Այսինքն այդ դրական փոփոխությունները կան, բայց ձեր ասած դուք շատ ճիշտ նկատում եք, մենթալիտետը շատ տեղերում խանգարված է, շատ տեղերում դեռևս հաշտ չեն այդ մտքի հետ, շատ տեղեր այդ սոցիալական խնդիրը կա, որ կինը անհրաժեշտ կրթությունը չի ստանում, կինը անհրաժեշտ հնարավորությունը չի ստանում առաջ գնալու։ Դուք նշեցիք ընտանիքը, այո, եթե ընտանիքը հենարան է կնոջ համար, ուրեմն կինը կարող է նաև քայլել առաջ։ Եթե ընտանիքը արդեն խոչընդոտում է, հայ կանանց գերակշիռ մասը ընտրում է ընտանիքը, թողնում աշխատանքային հնարավորություններն ու կարիերայի բարձրացումը։ Տիկին Կիրակոսյան, շատ հետաքրքիր զրույց ծավալվեց եւ ցավոք սրտի ժամանակային սահմանափակման պատճառով մենք փորձենք ամփոփել այս ամբողջը, վերադառնալով նորից մեր համար բավականին կարևոր թեմայի, ինչ ընտրություններն են, բնականաբար, եւ ես ուզում եմ ձեր կոչը, ձեր խորհուրդը մեր քաղաքացիներին եւս մեկ անգամ ընդգծելու համար, թե ինչքան կարևոր է մասնակցայնությունը, բարձր մասնակցությունը ընտրություններին եւ ինչքան որոշիչ ազդեցություն կարող է ունենալ յուրաքանչյուրի ձայնը մեր ընտրական գործընթացների մեջ։ Ես մեր ընտրողներին հորդորում եմ, խնդրում եմ
մասնակցել ընտրություններին, որովհետև յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր ապագան, իսկ ապագայի որոշումը ժողովրդավար երկրում իրականացվում է ընտրություններով, այնպես որ ընտրությունն իրապես կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ձայն տալ ծրագրին, ձայն տալ այն մարդկանց, ում որոշելու ենք տալ հաջորդ 5 տարիների կառավարումը եւ ցույց տալ, որ մեր հասարակությունն առավել իրավակի տակից է, առավել ակտիվ է, առավել որոշում կայացնող է։ Ընտրությունը ձեր որոշումն է, ուրեմն տեր կանգնեք ձեր որոշմանը։ Շատ լավ, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ բաց տեքստով հեռուստացրագիժն իրականացվում է նոր ժողովրդավարության հիմնադրամի աջակցությամբ եւ հիշենք, որ ընտրությունը եւս պատասխանատվություն է։